Լևոն Քոչարյանի ընկեր, գործ ընկեր, Մարսի ինչպես նաև Լևոն Քոչարյանի ֆեդերացիայի նախագահն է, այս ֆեդերացիայի վերապահող մարզիչն է։ Կողմնասատրով դուք ուղեկցում եք Լևոն Քոչարյանին գրեթե համանուր, զրուցել եք, աղետ ունեցել եք զրուցելու նման սցենարների մասին, որովհետև կարծիք չէ, որ ընդդիմադիրները այսօր իշխանությունների իրականում եւ նմանատիպ պրոցեսներ թե նախընտրական, թե հետընտրական շրջանում սպասելի եւ տեսել։ Տեսեք, ուղեկցելը չգիտեմ, այո, շատ ժամանակի իրականում իրար հետ անցկացնում մարզման ընթացքում հիմնականում իհարկե սցենարները բոլորիս համար սպասելի էր։ Իմ սուբյեկտիվ կարծիքը, իմ կարծիքով ինչ-որ մի բան էլի ուզում են հանձնեն ու սենց են մարդկանց, ովքեր որ կարող են խոչընդոտ հայտարարել ինչ-որ հայրենիքի մասից ինչ-որ իմաստ պակասացնելուն կամ հայրենիքի համար պայքար տվող անձանց նեյտրալիզացնելու սենց սպորտ է։ Կարող եմ ասել, որ այդ վստահ որ իրենց Լևոնին եւ իր ընտանիքին հաստատ նման բաներով չեն կարող վախացնել ձեր հարցին պատասխան, որ ես մարդ եմ մոտիկատավիչի հետ, ընտանիքի հետ կարող եմ ասել, որ հաստատ սա ինձ համասից սովորական երևույթ է ու սպասելի է Սպասելը սենց այն, որ ասում է սրանց ամեն ինչ սպասելի է, սենց ասենք ես եմ ասում էլի Պարզ է, երբ որ դու ընդդիմություն ես, երբ որ դու քո կարծիքն ես արտահայտում և երբ որ դու հակառակ ես գնում այս պահի ստացվում Ալիևյան ռետորիկային, որտեղ ես սենց տեսնում եմ, այս ռետորիկաները համընկնում երբ որ դու հակառակվում ես հետևում եմ նման պրոցեսներ, մենք կարող ենք տեսնել, ես հիշում եմ, երբ որ Ռեհապարը Արցախից խոսեց, մի անգամից դրան հետևից քրեական գործը վերաբերյալ, ու թե քրեական գործը և թե հարձակումները եղեցում են։ Ինչպես է գնահատում, որ երեք Ինչպես կարող ենք գնահատել, ասենք իրենցից արդեն այնքան բան ենք տեսել, որ այնքան կարմիր գծեր են հատել, այնքան ստոր բաներ են արել, որ սա էլ մեզ համար զարմանալի չէ, այն ամենավերջին ստորությունը սպասել իրենցից։ Որպես քաղաքացի, ինչպես եք պատկերացնում իրավիճակի հաղորդակցությունը ընդդիմադիր գործչի զավակից եք, բայց իշխանությունները պնդում են իրենք իրենց համակիրներ և նրանք են պահանջել, նրանք են մանդատվել այսպիսի գործընթացների դուք ինչպես եք պատկերացնում համակցությունը։ Տեսեք, մանդատ կարը այս պահին իրականում ես չեմ կարծում, որ լիարժեք մանդատ են տվել, քանի որ մենք ակնհայտ տեսնում ենք, որ ունենք քաղաքական ուժ, որտեղից որ ասել ձայները ակնհայտորեն գովացվել են, եւ ես չեմ տեսնում այս պահին մեծամասնությունը ովքեր հանգնած են իրենց կողմից։ Ես ավելի շատ իրենց կողմից տեսնում եմ արդեն ավտորիտար քայլեր, դա տրամաբանական է, երբ որ դու արդեն չունես ժողովրդի աջակցությունը, ստիպված լինում են ավտորիտար քայլերի, եւ ես կարծում եմ, որ այս քայլերով, չգիտեմ, փորձում են ինչ-որ արտաքին ուժերի հնչանալ։ Իրականում ես այդքան էլ չեմ կարծում, որ այստեղ առանցքային դեր ունեցել է երեկվա Լևոն Քոչարյանի հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ ավելի խորքային հարց կա, մի բան ուզում են անեն եւ նեյտրալիզացնել են մարդկանց, ովքեր որ պայքարել են իրենց հակահայրենի գործունեություն։ Շնորհակալություն։